Կարող եք նստել Տեր օրհնի ձեզ շատ։ Փառք Աստծուն։ Ու իրականում այնքան հրաշալի է, երբ որ մենք գիտակցում ենք, որ մենք մի մեծ ընտանիքի մի մասնիկ ենք։ Մեծ ընտանիք ասածը ես ի նկատի չունեմ այսքան մարդ, որ հիմա այստեղ է։ Այո, սա նույնպես ընտանիք է, բայց ես խոսում եմ այնպես մասնիկը, որը պատկանում է ինչ-որ մեծ ընտանիքի, որը Քրիստոսի մարմինն է։ Մենք ոնց որ ասած Վանաձորյան, հա? Վանաձորյան մարմնի մի անդամն ենք։ Ամեն։ Եվ իհարկե մենք գիտենք, որ Քրիստոսի մարմինը ընդհանրական եկեղեցին, ընդհանրական մարմինը, Քրիստոսի ընդհանրական մարմինը Քրիստոսի եկեղեցին։ Եվ գիտեք, Աստված մեզ իր մարմնի մեջ է դրել։ Իր մարմնի մեջ է դրել եւ կյանքը Քրիստոսի մարմնի մեջ է։ Կյանքը Քրիստոսի մեջ է, իսկ Քրիստոսը ունի մարմին։ Քրիստոսի մարմինն է եկեղեցին։ Եվ մենք այդ եկեղեցու ամեն մեկս մի մասնիկն ենք, եւ դա մեզանից չէ, դա Տիրոջ շնորհքն ու ողորմությունն է, այն պատիվն է, որ Տերը մեզ արժանացրել է իր տան մեջ լինելու, իր մարմնի անդամը լինելու։ Ու երբ որ մենք ընդհանրապես հաղորդության ենք մոտենում, մենք մոտենում ենք Քրիստոսի մարմնին հաղորդակից լինելու եւ կյանքին հաղորդակից լինելու։ Ու մենք միանում ենք, հա, ոնց որ Քրիստոսի մարմնի, ընդհանրական մարմնին մեկ ենք լինում Քրիստոսի հետ։ Դա այնքան մեծ պատիվ է, որ մենք ուղղակի դա մեր մտքից վեր էր։ Աստված իր մահով ու հարությամբ դա արեց մեզ համար, որ մենք լինենք իր մարմնի մի անդամը։ Եվ իրականում, երբ որ մենք գիտակցում ենք, թե ինչ պատիվ է լինել Քրիստոսի մարմնի անդամը, մենք ավելի շատ ենք փառավորում ու մեծարում Տիրոջը։ Ամեն։ Եվ շնորհակալ ենք իրականում Աստծուն այդ պատվի համար։ Բայց գիտեք, ամեն մի ընթացք, ամեն մի կառույց, թե մարմին, ինքը ունի իր սկզբունքները, իր աշխատելու սկզբունքները։ Քրիստոսի մարմինը, օրինակ մենք համեմատենք ընդհանրապես մարմինը, ինչպես Պողոս առաքյալը Կորինթացիների թղթում խոսում է մարմինը մեկ անդամները շատ, եւ ամեն մի անդամ ինքը մի մարմնի անդամ է, չէ՞, այդ մեկ մարմնի անդամն է, եւ ամեն մեկը ծառայում է մեկը մյուսին, եւ չկա ոչ կարևոր, ոչ գլխավոր, բոլորն են կարևոր, բոլորն են գլխավոր, եւ ասում եմ, միթե մի անդամ որ ցավում է, բոլոր անդամները նրա հետ չեն ցավա, չէ՞։ Ընդհակառակը ասում եմ, եթե մի անդամ էլ տկար է, նրան ավելի ենք ասում եմ, պատիվ տալի, որովհետեւ Քրիստոսի մարմնի ուժեղ լինելը դա ուղիղ անդրադարձ է մարմնի մյուս անդամներին։ Երբ որ մարմնի ինչ որ մի անդամ տկար է, ուղիղ անդրադարձ է մյուս անդամների վրա, դա ազդում է, որովհետեւ եկեք համեմատենք մեր անդամների հետ։ Երբ որ օրինակի համար մարդու, ինչ ասեմ, լիարդը մի քիչ տկար է, ինչ է կարծում, չի ազդում մյուս անդամներին։ Ազդում է։ Կամ սիրտը մի քիչ ինչ աշխատեց։ Կամ հասարակ ինչ որ ոտքի մի մասը ինչ որ ցավում է։ Այսինքն դրանից ամբողջ մարմնին է ազդում։ Եվ մենք պատասխանատու ենք մեկս մյուսի համար։ Ինչ անելու, եթե մի անդամ ցավում է, մենք պետք է հասնենք, մենք պետք է լինենք, մենք պետք է իրար կողք լինենք, բարձրացնելու համար, ցավը թեթևացնելու համար, չէ՞։ Ձեռքերը սկսում է օրինակի համար ինչ անել, որ կոմպրես անում, ոտին, մասաժ անում, ինչի համար, որպեսզի օգնի, եւ դա անելով իրան էլ լավ։ Ոչ թե մենք կենտրոնացած ենք անենք, որ մեզ լավ լինի, այլ որտեղ մենք մեկ մարմին ենք, այլ որովհետեւ մենք այդ մարմնի մի անդամ ենք։ Եվ գիտեք, հետարքիր մի տեղ կար դատավորած 21-րդ գլխի մեջ։ Ընդհանրապես դատավորած գիրքը 21 գլուխ ունի եւ վերջի համարը։ Այսինքն դատավորած գրքի ամենավերջի խոսքը 21-ի 25-ը։ Երեք մի քիչ տղաքի հետ այս մասին խոսել ենք։ Բայց նայեք ինչ ասում։ Այն օրը Իսրայելի մեջ թագավոր չկար, ամեն մարդ իր աչքի հաճելի եղածներ անում։ Այդ օրը Իսրայելի մեջ թագավոր չկար։ Եվ ամեն մարդ անում էր իր մեր բառերով ասած իր խելքի բրթածը։ Ով ինչ մտածեց, այն էլ անում է, ինչի։ Եթե թագավոր չկա, չկա կանոն, չկա հսկողություն, չկա օրենք։ Դե որ չկա օրենք, ես եմ օրենքը։ Ես ինչ կուզեմ, ես կանեմ։
Այդպես է թե չէ։ Եվ գիտեք, երբ որ ամեն մարդ իր խելքի բրթաստանի, ինչ կկատարվի։ Քաոս։ Ու գիտեք, մի մտածողություն, որը որ կարա բարձրանա քրիստոնյայի կյանքի մեջ, որը սխալ մտածողություն է, գիտեք որն է։ Ինչի ես պիտի լինեմ այդ թիմի մի մասնիկ որ։ Ինչ ուզեմ էնել կանեմ։ Որովհետև թիմի մասնիկ լինել, դա արդեն իրանից հետևում է ինչ որ օրենքների հնազանդվել։ Որովհետև մարմինն էլ գործում է օրենքների համաձայն։ Իրար հնազանդության մեջ։ Օրինակի համար կա գլխավոր կենտրոն, չէ՞, ուղեղ, որտեղից հրամանները, որոշումները կայացվում, հրամանները արձակվում եւ կան կատարող օրգաններ։ Ձերք օրինակի համար։ Ասում է բռնի այս միկրոֆոնը։ Ինքը հնազանդ պետք է բռնի։ Բայց եթե իրար հակառակ լինեն, պատկերացնում եք միտքը հրամանը տա, ուղեղը հրամանը տա, ձերքը ես չեմ միաբանում։ Եվ հետո ուսես ձերքը ուրիշ շարժումներ սկսի անել։ Դա այդպես չի կարող մարմինը մեկ լինի։ Այսինքն եթե չկա հստակ կանոնների մեջ չլինի հնազանդություն, կլինի քաոս։ Մարմինը գործում է հնազանդության մեջ եւ գործում է կանոնների համաձայն։ Եվ գիտեք, դա ապահովություն է նույնպես մարմնին։ Ով է ուշադրություն դարձրել, երբ որ անտառով քայլած մարդ կա, կամ ինչ որ խիտ ճղների մեջով, ում վրա է հեշտ ճյուղ եկե։ Աշկդ ֆիքսել է, իսկ ինչ է կարծում, պաշտպանողական ռեակցիա միանգամից քո մոտ գործել, հա։ Ինչի։ Որովհետև քո օրգանիզմը այդպես ստեղծված է պաշտպանելու համար իր մարմինը։ Եվ միանգամից ինչ անում, օրգանիզմը պաշտպանում է, պահում է աշկին, պահում է կարևոր օրգաններին, միանգամից քո ձեռքերը առաջի հարվածը վերցնում է իր վրա, այն մնացած օրգաններին պահելու համար։ Գիտեք, օրգանիզմում ստեղծված է ամեն բան պաշտպանելու համար մարմինը։ Եվ եթե մենք ամեն մեկս այդպես չենք գործում, պահելու մեկս մյուսին։ Դա մի քիչ վտանգված բան է արդեն։ Ամեն մարդ իր համար, այդպես կլինի։ Չի լինի։ Մենք մեկ օրգանիզմ ենք, բայց գիտեք, նայեք, երբ որ ասում եմ այն օրերը Իսրայելի մեջ թագավոր չկար, այն օրերը Իսրայելը խորհրդապատկերում Աստծո ժողովուրդը։ Եկեղեցին եկեք նայենք։ Եթե միտեղ չլինի կարգ ու կանոն, եթե միտեղ չլինի հստակ դրված կանոններ, այդ վայրը կվերածվի քաոսի։ Ինչի համար է պետք կա, չէ՞ մարդ մտածի, այ մարդ էս կարգ ու կանոնն էլ կանգնած է, որտեղ որոշել եմ այսօր ես այս անեմ, գամ այստեղ, այս ինչ մի քիչ եւ այլ առաջի շարք նստեմ, այս կանոն, կարգ ու կանոնն ասում է։ Դե կարգ ու կանոնը։ Բայց հենց կարգ ու կանոնը դրա համար է, որ ամեն բան բերի կարգի եւ կանոնի, կանոն ինչ է։ Օրենքի, չէ՞, եւ մենք ունենք մեր ներսի կանոնները։ Ամեն մարմնի անդամ եկեղեցիներ ունեն իրենց ներսի կանոնները։ Եվ գիտեք, այդ կանոնները բերում են հստակ վերացում քաոսից։ Կանոններ եթե չլինի, ամեն բան քաոս կլինի։ Կանոնները բերում են հստակ լուծումներ, կանոնները բերում են հստակ նույնպես պաշտպանություն է։ Կանոնը մեզ համար է։ Սենց ասեմ։ Ընդհանրապես անվտանգության բան կա, չէ՞, կանոններ։ Եթե մեկը աշխատում է էլեկտրոցանցում, ինքնին ծանոթացնում են անվտանգության կանոնների հետ։ Ասում եմ, պետքա, եթե մոտենում ես ինչ-որ բարձրավոլտ կայանի, պետքա ստուգես, հողանցում արված է, թե արված չի, ինչի համար, որովհետև քո կյանքը այդտեղ վտանգված է։ Եթե այդ կանոնները դու չպաշտպանես, հնարավոր է քո կյանքը մահանա։ Քո կյանքը ավարտվի։ Կարգ ու կանոնը նրա համար է, որ քեզ պաշտպանի։ Մեքենայի հետ կապված, անվտանգության ինչ? Գոտի, բարձիկ, ինքնաթիռում ընդհանրապես զինվորական ինքնաթիռում կա կատապուլտ, պարաշուտ դա ինչի համար է? Կյանքը պաշտպանելու։ Պարաշուտ, չգիտեմ, կամ նավարկելիս միշտ նավերի մոտ կա փրկարար, դա փրկելու համար է։
Կամ այն չէ խեղդվելու համար ժիլետներ են, ինքնաթիռում էլ կա, որ ասում են ժիլետները SSS, այդ ամենը անվտանգության համար է։ Ու ամեն մի կանոն, եթե դու մտնում ես ինքնաթիռ, գիտես, ըստ կանոնների այնտեղ կա սահմանափակված բաներ, դու իրավունք չունես հետդ, հա, տանես սա, տանես նա, իրավունք չկա ինչ որ sense բաներ քո հետ վերցնես, ջրի սահմանափակ քանակ կա։ Եվ այլ կանոններ, եւ այդ կանոնները առաջին հերթին ամենագլխավոր բանի համար դա անվտանգության համար է։ Եվ նույնպես Աստծո տան մեջ կանոնները դա իսկ մեր անվտանգության համար է։ Եթե մենք չենք հետևում այդ կանոններին, առաջին հերթին մենք ենք ընկնում այդ վնասի, այդ հա, մենք դառնում ենք վտանգված դաշտում։ Ուրեմն պատկերացրեք sense մի բան, բարձրահարկ շենք, օրինակի համար ինչ չափի, մենք միշտ սովորենք ասենք 9 հարգանի շենք։ Բայց ուրիշտեղ ասում են 21, բա ընդհանրապես Դուբայ ինչքան 100 քանի եւ այլն։ Եկեք լավ պատկերացնենք այն չափը, որ մեզ համար ընդունելի է։ Որ մենք կարանք նայենք։ 9 հարգանի Վանաձորյան։ 9 հարգանի 9-րդ հարկ։ Պատկերացրեք դուք դուրս եք գալի մեր բառերով ասած բալկոն։ Ու եթե այդ պաշտպանիչ պատը չլինի։ Ինչ կլինի։ Դուս կգաս։ Այդ դուրը ռիսկել չես անի բացես։ Բայց եթե այդ պաշտպանիչ հատվածը կա, դու դուրս ես գալի, ինչ եք կարծում այդ պաշտպանիչ հատվածը դրված է քեզ համար, թե քո դեմ։ Շատ անգամ մարդը մտնում է եկեղեցի ու սկսում է պաշտպանվել կանոններից։ Կանոններից պետք չի պաշտպանվել, կանոնները քեզ համար են քեզ պաշտպանելու համար։ Երբ որ դու հնազանդվում ես կանոններին, դու կարծես հենվում ես այդ պաշտպանիչ երթին, հա, այդ հատվածին, հենվում ես, դա քեզ համար ապահովություն է, եւ դու սկսում ես վայելել այն տեսարանը, չէ, որը որ քո առջև բացված է։ Բայց եթե չլինի սահմաններ, ցանկեր, ցանկապատեր, դրանք իսկ կվտանգեն մեր կյանքը։ Այնպես որ այնքան կարևոր է այստեղ, որ մենք գիտակցենք, որ մեր կյանքի համար կա բաներ, որ վտանգավոր է։ Եվ ամեն մի կարգ ու կանոն, նախ եւ առաջ կարգ ու կանոնը սկսվում է մարդու կյանքից։ Դու պետք է վերցնես քո համար, քո անվտանգության համար։ Եթե մենք նայենք թագավորության մտածողությունով, ինչ է կարծում ամեն երկիր, որը օրենք ունի, որը կառավարում ունի, որտեղ կա պրեզիդենտ, որտեղ օրինակի համար կառավարման համակարգ եւ կոչվում է պետություն, ինքը միշտ ունի անվտանգություն։ Ով գիտի ազգային անվտանգություն։ Ազգային անվտանգություն, դա ազգային անվտանգությունը ազգի անվտանգության համար է ստեղծված, որպեսզի ազգը, պետությունը պաշտպանված լինի։ Եվ ես մի բան ասեմ, իմիջիայլոց ամեն երկրի մուտք ու ելք, որ անում են այդ երկիր մտնելուց, հա, երբ որ երկիրը դուրս են գալի, լքում են կամ դուրս են գալի ինչ որ տուրիստական ճանապարհորդության են դուրս գալի, կամ էլ մտնում են, գիտեք ինչով պիտի անցնեն։ Ինչ է կոչվում հայերեն տամոժնին։ Անցակետով։ Եվ այդ անցակետի աշխատակիցները ովքեր են։ Ազգային անվտանգությունն է։ Գիտեք, մեր անձի հետ կապված, մենք որպես մարմին, մենք էլ ունենք, ինչ ենք թույլ տալի մենք մտնել մեր մեջ, ինչ ենք մեզանից դուրս գալի։ Բաներ կա, եթե այդ ազգային քո անվտանգությունը դու այդ համակարգը քո մոտ չուժեղացնես, դու կվնասվես, որտեղ ազգային անվտանգության գործառույթն է, թույլ չտա մտնի երկիր այն բաներ, որը վնասելու ազգին, թույլ չտա երկրից դուրս գա բաներ, որը որ վնաս ազգին թալանելու է, չէ, ազգային հարստություն կա, բաներ կա, եւ այսինքն մեխանիզմ, նույնպես արդյոք բաներ կա, որ մենք պիտի չլսենք։ Արդյոք բաներ կա, որ մենք պիտի չանենք, մեզանից դուրս չգա, գեշ խոսք դուրս չգա, Աստծո խոսքը ասում է, ձեզանից հանկարծ մի գեշ խոսք դուրս չգա, չար նայվածք, բանսարկություն, դա դուրս գալա, չէ՞։ Արդյոք մենք պիտի չհսկենք մեզանից ինչա դուրս գալիս։ Արդյոք մենք պիտի չհսկենք ինչ ենք լսում, ինչ ենք նայում, ինչ ենք մտածում, այդ ամենը ում համար է, ինչի է պետք։ Իսկ մենք շատ անգամ բաց ենք թողում։ Էլ ինչ կա լսելու։
էլ ինչ կա, ու թույլ ենք տալիս, վնասակար բաներ կա եւ ով է տուժելու։ Մենք ենք տուժելու։ Եթե մենք չվերցնենք պատասխանատվություն մեր սահմանի համար, որը մենք ենք, այսինքն կարգ ու կանոնը սկսվում է մեր անձից, եւ նույնպես շարունակվում է մեր անձից հետո մեր ընտանիքը, շարունակվում է եկեղեցին, շարունակվում է ազգը, պետությունը, մենք ամեն մեկս պատասխանատու ենք, սկսված թե մեզանից, թե մենք ինչ ենք լսում, ինչ ենք նայում, ինչ ենք մտածում, ինչպես ենք վարվում ամեն մեկս մեկի մյուսի հետ։ Ու գիտեք, եկեղեցին ինքը ընտանիքը, եկեղեցին ինքը միաբանության վայրը, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ այդ ընտանիքի միաբանության մեջ Քրիստոսն է։ Եվ մենք պետք է իրականում պահենք մեկս մյուսին, որովհետեւ մենք դա անելով պահում ենք ինքներս մեզ։ Եվ մենք պետք է բարձրացնենք մեկս մյուսին։ Դա անելով մենք անում ենք մեզ, ուժեղացնում ենք մեզ։ Անկամ մեկս մյուսի նկատմամբ ինչ ենք խոսում։ Դա կարա թուլացնի մեր անվտանգությունը, կարա ուժեղացնի մեր էֆեկտիվությունը որպես եկեղեցի, որպես օրգանիզմ, որպես մարմին։ Մենք ինչ ենք մտածում, ինչ ենք խոսում, ասում ենք այս մեկը այն, այսի սենց, այնին այնց, թե մենք կարանք ասենք ինչ լավ է, այս մեկը եկել է փոխվի, ես ինչով կարամ օգնեմ, որ այդ մարդը ավելի շատ ճանաչի Քրիստոսին, ինչ եմ անում ես։ Դա ապահովելու է մեր անվտանգությունը, հոգևոր անվտանգությունը։ Ինչքան կարևոր է ֆիզիկական անվտանգությունը, ավելի շատ կարևոր է մարդու հոգևոր անվտանգությունը։ Իսկ հոգևոր անվտանգության հետ նույնպես ինչ ես լսում, ինչ քարոզներ ես լսում, այսօր մենք հասանելություն ունենք շատ, ինչ ուսմունք ասես կա։ Բայց արդյոք մենք ամեն բան պիտի լսենք։ Մեկը դուրս է գալի քարոզում է Հիսուսն Աստված չի։ Մեկը դուրս է գալի հակառակը քարոզում է մենակ Աստվածը մարդ չի։ Մեկը քարոզում է ասում է ընդհանրապես ինչ երրորդություն։ Մեկը քարոզում է Սուրբ Հոգին անձ չի։ Ու ինչ ասես։ Մեկը այնա խոսում հետևից մեկը դրա հակառակը։ Բայց արդյոք ես պիտի սաղ լսեմ։ Ամբողջը պիտի լսեմ։ Չէ որ Աստված մեզ դրել է մի տեղ, մի վայր, եկեղեցի, որտեղ որ մեր հոգևոր անվտանգությունն է ապահովվում։ Մենք եկեղեցում ապահով ենք։ Ինչի համար է պետք հնազանդություն կարգ ու կանոնին, դա իմ ապահովության համար է։ Գոյություն ունի չէ սննդի անվտանգություն պետության մեջ։ Ինչ անում սննդի անվտանգությունը։ Նա հսկում է որպեսզի երկրում սնունդը վարակված չլինի։ Չգիտեմ էլի նորմերին համապատասխան եթե սննդի կետը մաքուր լինի, բացիլներ չլինեն, ինչի համար է այդ ամենը։ Մեր համար է։ Յուրաքանչյուր անվտանգություն ինչ որ գործում է ժողովրդի համար։ Եվ այդ ամենը պետք է լինի գիտակցում։ Ոչ թե գիտեք մարդիկ կան այսպես են մտածում։ Եթե օրենք կա, ուրեմն կա որպեսի խախտենք։ Կա չի օրենք ինչի համար է գրվել, խախտելու համար, բա որ գրված է, ուրեմն պետք է խախտվի։ Ով է տեսել Ֆրունզիկին, որն է կամոդիկ բանը կինոյի վերնագիրով է հիշում։ Չէ, մեր մանկության էտա, չէ։ Հա։ Կամոդի բանը։ Նա որ ասում է լույսը վառ է, ասում է քեզի հակը, հա։ Քեզի հակառակ պիտի, հա, վառեմ։ Ասում է վառեմ, քեզի հակառակ։ Գիտեք բաներ կա, եկեղեցում մարդիկ։ Այն որ ասում է, այս բանը չի կարելի, իր մեջ մտածում քեզի հակառակ պիտի անեմ։ Մենք իրար հակառակ պիտի չլինենք։ Մենք իրար հետ միասին պիտի լինենք։ Համաձայնված, ինչպես Պողոսը գրում ասում է, չլինի ձեր մեջ հակառակություն, երկպառակություն, եւ այդ ամենը դա մեր համար է։ Մեր դեմ չի։ Ամեն։ Ուրեմն ամեն մի անվտանգության կանոններ, իսկ այդ ամենը կանոններ է, չէ։ Այդ ամեն մի կանոնը ուղղված է քո ապահովության համար։ Ու մի ուրիշ բան էլ ասեմ, երբեք մի մտածի, այ ես եկեղեցում, ուրիշ եկեղեցում, այսպես է, բա ինչի մեր եկեղեցում այսպես չի։ Մի հատ sense բան ասեմ։ Հարազատ եղբայր քույր առանձին ապրող ընտանիքով ունի։ Ունեք, որ առանձին ապրում են։ Լսեք, ես էլ ունեմ։ Իմ եղբայրը, առանձին ընտանիք։
Գիտեք, մենք երկուսով մեծացել ենք նույն ընտանիքում, նույն ծնողներն ունենք, նույն դաստիարակությունն ենք ստացել։ Եվ հետո եկել է ժամանակը մենք առանձին կազմել ենք մեր ընտանիքները։ Մտնում ես իմ ընտանիք ուրիշ օրենքները, իր ընտանիք ուրիշ, չնայած նրան, որ երկու ընտանիքներն էլ Աստծո մեջ են։ Հիմա ասեք, որն է ճիշտը։ Ես հովիվ եմ իմը։ Ոչ։ Հիմա ինչ, քննադատենք մեկը մյուսին։ Ոչ։ Դա ինքան նման է։ Մեր եղբոր ընտանիքն է, այն մյուս եկեղեցին է, իրանք ունեն իրենց կանոնները, իրանք առաջնահերթությունները եւ արվում է իրանք ընտանիքի անդամների համար։ Մենք ունենք մեր առաջնահերթությունները, մեր կարգ ու կանոնը եւ դա արվում է մեր ընտանիքի համար։ Եվ ընտանիքի անդամները պետք է հետևեն այդ կանոններին։ Ընտանիքի անդամները պետք է պահեն մեկը մյուսին, բարձրացնեն մեկը մյուսին։ Ինչ էլ ուզում է լինի, մարդ ուր էլ գնա, ում տուն էլ գնա, վերջում ասում է գնամ իմ տուն, հանգստանամ։ Որտեղ մեր համար մեր ընտանիքն է, մեր, այն վայրը, որտեղ մենք հանգիստ ենք առնում։ Ու դա շատ կարևոր մոտեցում է, ու այդ ընտանիքի մեջ ամեն մեկս պետք է վերցնեք պատասխանատվություն մեր մասի համար։ Ունենանք այդ ականջը լսող, ամեն եւ հնազանդվող սիրտը։ Ու իմիջիալոց այդ ամենը բերում է ապահովություն մեզ, երբ որ դու հնազանդվում ես կարգ ու կանոնին, երբ որ դու սկսում ես հետևել այդ կարգ ու կանոնին, դա ապահովություն է քեզ, դա պաշտպանություն է քեզ։ Նույնպես խոսքի հետ կապված, դու գիտես, որ դու ընտանիքում ունես կերակուր, եւ այդ կերակուրը իրականում քեզ համար է Աստծուց։ Եվ դու գիտես, որ եթե ինչ-որ մի բան է սխալվես, քեզ ուղղող կա։ Իսկ կարգ ու կանոնին չհնազանդվելը, դա նշանակում է հետևյալը, որ ես սխալ էլ անեմ, ինձ չմոտենակ ուղղելու համար։ Այսինքն ես հրաժարվում եմ ինձ ուղղելուց։ Ինձ հանկարծ չասեք որը որից հետո։ Բայց ինչ եք կարծում, Աստծո տան մեջ արդյոք մենք պիտի չուղղվենք։ Մենք ուղիղ ենք եկել Աստծո տուն։ Եկել ենք որպեսի իսկ այդ ուղղվելու համար Աստված բարձրացնում է ուղղողներին, իր ընտանիքի մյուս անդամներին, անդամներ, ովքեր որ ծառայում են։ Դու էլ ես ինչ-որ մի ժամանակ սկսում ծառայել, այո։ Դու էլ ես ինչ-որ մի բան վերցնում որպես ընտանիքի անդամ անելու, այո։ Ամեն։ Եվ մենք միասին իրար ծառայելով, իրար ուղղում ենք, իրար շտկում ենք, ամեն։ Եվ դա պետք է լինի սիրով։ Սիրով լինի։ Եվ անգամ սիրով այդ ամենը լինելուց հետո, մենք սիրով էլ պետք է ընկալենք, որովհետև ոչ ոք չի սիրում, չի կարելի, իրան ասել ես բանը չի կարելի, ոնց ինձ ասեցին չի կարելի։ Այս տարիքի մարդեմ հələ ինձ ասում են չի կարելի։ Բայց եկեք սիրենք, որտեվ դա մեզ ապահովություն է։ Ամեն։ Եվ հենց մարմնի մյուս անդամների միջոցով, մյուս անդամների ծառայության միջոցով գալիս է իմ կյանքում ուղղումը, գալիս է շտկումը, գալիս է, որ ես ավելի շատ եմ նմանվում Քրիստոսին, գալիս է, որ ես բժշկություն եմ ստանում, ինչի, գալիս է, որ այդ ամենի միջոցով է լինում, իմ կյանքի պրոցեսը, շտկման պրոցեսը, սրբման պրոցեսը, սրբության ընթացքի պրոցեսը, ամեն, եւ դա բժշկություն է բերում եւ ֆիզիկական իմ կյանքի մեջ, եւ հոգեվոր ապահովություն եւ բժշկություն։ Եվ իրականում մենք կանչված ենք մեկս մյուսին սիրով եւ ծառայել։ Եվ նույնպես մենք այդ անելով մենք կատարում ենք ինչը, որ Հիսուսն ասեց, ձեր սիրով կիմանան, որ դուք իմ աշակերտներ եք։ Մենք իրականացնում ենք այդ խոսքը։ Մեկս մյուսին սիրելով ու ծառայելով, ամեն, աշխարհը տեսնում է Քրիստոսին։ Բայց եթե այդ ծառայությունը չլինի, աշխարհը չի տեսնի Քրիստոսին մեր մեջ։ Ինչպես աշխարհը տեսնելու Քրիստոսին մեր մեջ,
Հիսուսն ասեց, ձեր սիրուց կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Իսկ սերը իր մեջ ունի ծառայություն։ Եվ եթե ես չեմ հնազանդվում այդ կանոնին, ես նշանակում է ես չեմ ուզում, որ այդ ծառայությունը դեպի ինձ լինի, ինձանից էլ դեպի մյուսին։ Որտեվ սես բան կա, չէ, ես քեզ բան չեմ ասում, դու էլ ինձ չասես։ Եթե չկա ասել, չկա իրար հետ ծառայել, իրար նկատմամբ իրար ծառայություն մատուցել, դա սերը չի երևա, որտեվ սերը երևում է գործողությամբ, իրար ծառայելով։ Աստված մենակ խոսքով չասեց սիրում եմ, ձեզ սիրում եմ։ Աստված իր ծառայությամբ ու իր գործով ասելուց հետո էլ ցուցադրեց այդ սերը որն է։ Եվ նույնպես, երբ որ սեր կա, հասկացողությունը կա, Աստծո սիրո ընկալումը կա, դրա հետևում էլ կա ծառայություն։ Եվ այդ ամենը իմ համար է։ Եվ ես էլ պատասխանատվություն եմ վերցնում նույնպես դա անելու համար։ Եկեղեցին այն վայրն է, այն տեղն է, որտեղ ես դրսևորում եմ իմ սերը, իմ քույրերի ու եղբայրների նկատմամբ։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ կարծես նման է մի այգու, որտեղ դու սկսում ես մշակել քո այգին, մշակել քո պարտեզը։ Եվ նայեք, հետաքրքիրը որն է, պարտեզ կա, փուշ ու տատաս կա, պարտեզ էլ կա ծաղիկներով, պտուղներով, չէ, ամեն ինչը գծած, սիրուն, եւ այդ ամենը աշխատանքի հետևանք է։ Եվ նույնպես ծառայությունը դա աշխատանք է, որ պետք է ծաղկացնի մեր պարտեզը, որը եկեղեցին է, որը մեր անձն է, որը մեր ընտանիքն է, մենք կարանք շատ թվարկենք։ Դա ծառայության հետևանք է։ Ամեն։ Եվ այդ ամեն մի ծառայությունը սիրո հետևանք է։ Այնքան կարևոր է, որ մենք գիտակցենք Եբրայեցի 13-րդ գլուխ 17-րդ խոսքի կարևորությունը։ Եբրայեցի 13-ի 17-ը։ Ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեք։ Առաջնորդները դա միայն հովիվը չի, դա ծառայող կազմն է։ Եկեղեցում ծառայողական կազմն է, դա այն ծառայողական կազմն է, եւ գիտեք այդ կազմի դռները բաց է բոլորիդ համար։ Մտիր այդ կազմի մեջից մեկը դարձիր։ Բայց դրա համար կա, գիտեք, մի աճ, հոգևոր աճ, որ պետքա հասնես։ Ոչ թե մի դնում եմ այսպեսի մի բան, սանդղակ անհասանելի, ոչ դա հասանելի է, Աստծո խոսքում գրված է։ Եթե մեկը ցանկանում է ծառայության, լավ բանի է ցանկանում։ Միայն թե թող այդ ծառայության մեջ այսպես լինի, այսպես լինի, այսպես լինի, եւ ասում այն չափանիշները, որ պետք է ունենա ծառայողը։ Ամեն։ Եվ դա մեզ մղում է, որ մենք հոգևոր աճենք ու նմանվենք Քրիստոսին։ Եվ հիմա այստեղ ասում է, ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեք, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ պիտի տան, որ ուրախությունով անեն, այլ ոչ թե հառաչելով, որ դա ձեզ օգուտ չի։ Այսինքն ամեն մի առաջնորդ, ծառայողական կազմը, ծառայողները, ովքեր որ ծառայում են, այնքան կարևոր է, որ քո կողմից տեսնեն հնազանդություն, տեսնեն ընդունելություն, տեսնեն կատարում քո կողմից, որովհետև դա կուրախացնի իրանց սիրտը եւ կբերի մի բան, որ իրանք չեն հառաչի։ Գիտեք, իրանք գիշերները կարող է քո համար կանգնեն աղոթքի ու դու խաբարը չլնես։ Բայց հառաչելով աղոթեն, ասեն ոնց է հիմա, տես մարդուն ասում ենք, ես ինչա, սկսեն հառաչել, սկսեն իրեք գիշերել չքնել։ Նրանց հետո եւ այլ իրանք չէ, հառաչում են։ Եվ դա օգուտ չի, եթե հառաչում են։ Եթե քո մոտ չկա այդ փոփոխությունը, դա քեզ է վնաս, իրանց չէ, մեկը իրանք անում են իրանց գործը, թե հառաչելով, թե առանց հառաչել անելու են։ Վնասը, քաշողը իրանք իրանց վարձքը առնելու են, որպես ծառայող, իրանք իրանց մասն անելու են, բայց օգուտ չի ում հետևողին։ Իմիջիալուց ես մի բան ասեմ, ամեն մեկս ենք լինելով առաջնորդ, մենք հետևողել ենք։ Ամեն առաջնորդ հետևորդել է։ Որտեվ ես էլ ունեմ ապահովության կարիք, որտեվ ինչքան առաջնորդ եմ, այնքան էլ հետևորդ եմ։ Ինչքան հովիվ եմ, ես էլ ունեմ հովիվ, ես էլ ունեմ ուղղվելու իմ համար ավելի շատ ապահովություն պետք է ես ունենամ։ Ինչի՞, որտեվ իմ հետևից եկողները ավելի շատ են։ Եվ ես ուր գնամ, իրանց էլ հետս եմ տանում։ Պատասխանատվությունն էլ ավելի շատ է, ինչպես թե հաշիվ պիտի տան։ Ես հաշիվ պիտի տամ։ Եվ դրա համար ես էլ ունեմ ու բոլորս ունենք հնազանդվելու եւ այդ ապահովության սանդղակը մեր կյանքի մեջ ունենալու կարիքը։ Ինչքան շատ պատասխանատվություն, այնքան շատ ապահովության, անվտանգության
ինչ ասեմ, շատ բաներ, հա, համ գոտին, համ բարձիկ, համ կատապուլտ, համ ամեն ինչ, ինչքան հնարավոր է անվտանգության համար պետք է մեզ։ Եվ դա մենք պետք է ուզենանք, կամենանք։ Եթե մարդը չի ուզում իր համար անվտանգությունը, ինչքան է լինի այդ անվտանգության գործիքները, ինքը չի անի։ Մեր մոտ Հայաստանում ասում է այդ ռեմենը գցում ենք ինչի համար, որ չտուգանեն։ Բայց դա մեզ համար է, դա մեր անվտանգության համար է։ Դա մեր դեմ չի, որ մեզ տուգանելու համար չի։ Իհարկե ժամանակը լինում է գցածը սելնում, ասում են չես գցե։ Այ մարդ գցել եմ էլի։ Եվ այլն։ Կամ մարդել կա խափում է, ես չգիտեմ։ Այդ դրանք երկրորդական հարց է։ Բայց հիմնականում մենք միտքը հասկանանք ինչ եմ ես այսօր ասում։ Ամեն։ Ունայք այնքան կարևոր է, որ օրինակ Եսայի 53:6-ում Եսայի մարգարեության 53:6 մենք ամենքս այնտեղ այա գրած, բայց տառը սխալ է։ Գրված է ոչխարների պես մոլորվեցանք։ Յուրաքանչյուր իր ճանապարհին դարավ եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենի մեղքը։ Սա խոսում է Հիսուսի մասին, որ ամենից մեղքը դրեց Հիսուսի վրա եւ Հիսուսը փրկագնեց, բայց ասում է ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, որովհետեւ ցիրուցան եղանք հովիվ չլինելու պատճառով։ Չլինել ցիրուցան եղանք, մոլորվեցինք։ Գիտեք, երբ որ չկա կարգ ու կանոն, երբ որ չկա հետևել, գիտեք դրա հետևանքը ինչ է։ Ցիրուցան լինել ու մոլորվել։ Ուրեմն հետևելու կարևորությունը քեզ ապահովում է մոլորվելուց։ Ու ինձ նույնպես հետևելու կարևորությունը, որ ես պետքա լինեմ հետևորդ, ինձ պաշտպանում է մոլորվելուց։ Հիշում եք Հիսուսն ինչ ասեց, կույրին չի կարող առաջնորդի երկուսն էլ։ Իսկ մենք գիտենք ու մենք հետևում Հիսուսին, որը կույր չի։ Մենք հետևում ենք ու մենք գնում ենք երկնքի արքայություն։ Եվ մենք գիտենք, որ Աստված իր մարմնի մեջ բարձրացրեց ծառայողներ եկեղեցու շինության համար։ Մենք գիտենք, որ Սուրբ Հոգին ուղարկեց մեր մեջ, որ մեզ առաջնորդի, այնքան կարևոր է լսել Հոգուն ու առաջնորդվել Սուրբ Հոգով։ Այնքան կարևոր է, որ մենք Աստծո խոսքի իմաստությամբ մեր կյանքը կառուցենք, որտեղ Աստված ուղարկեց իր խոսքը մեզ պաշտպանելու համար, մեզ սնելու համար, մեզ զորացնելու համար։ Այնքան կարևոր է, որ այդ ամենը մեր դեմ չի, այնպես չի Աստված տվեց իր օրենքը, իր խոսքը, որ մենք դրանից պաշտպանվենք։ Ոչ, որ մենք դրանով պաշտպանվենք։ Ընդհանրապես հավատքի վահանը ինչի համար է, վահանը, մարտական վահանը պաշտպանելու, իսկ հավատքը գալիս է լսելը, ուրեմն դա քեզ պաշտպանելու համար է։ Աստծո խոսքը գալիս է ու սնում է քո հավատքը, հավատքդ պաշտպանում է քեզ թշնամու բոլոր կրակոտ նետերից։ Աստծո խոսքի կատարումը քո կյանքի մեջ քեզ ապահովություն է։ Ամեն, դրա համար ինչքան կարևոր է, որպեսզի մենք ձգտենք, հետևենք Աստծուն։ Ձգտենք հետևենք Աստծո խոսքին։ Հետևենք այն գործերին, որ Տերն անում է իր ընտանիքի միջոցով։ Եվ մաս լինենք այդ գործերին։ Միաբանվենք այդ թիմին, որը ընտանիքն է։ Նայեք Պետրոս առաքյալը առաջի Պետրոսի 3-րդ գլխի մեջ ինչ է ասում։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ 15-րդ խոսքը։ Այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք։ Եվ միշտ պատրաստ եղեք, միշտ ինչ եղի։ Պատրաստ։ Հեզությամբ եւ երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնի։ Այսինքն միշտ պատրաստ եղի քո արածների համար հաշիվ տաս։ Որպես ծառայող, որպես հետևորդ, ով է իր ընտանիքի մեջ երեխուն ասում, այսօր ինչ արեցիր։ Չեմ կարծում, որ ծնող լինի, ասի ինչ ուզում ես արա։ Նույնն էլ Աստծո ընտանիքի մեջ ինչ ենք մտածում, որ պիտի լինի, ես ինչ ուզեմ, պիտի անեմ։ Դա այդպես չի։ Բայց մենք պիտի պատրաստ լինենք, որ մեզ հարցնեն ինչ կար, ինչ արեցիր։
Որտեվ սա մեր ընտանիքն է։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք պատասխանելու, հաշիվ տալու։ Լինենք այդ կարգ ու կանոնի մեջ, որտեվ այդ ամենը մեր համար է, մեր դեմ չէ։ Ամեն։ Ծանր եմ քարոզում ժողովուրդ, թե։ Հա։ Ընդհանրապես անհաշվետվությունն ու անվերահսկողությունը եւ կարգ ու կանոնի բացակայությունը դա բարենպաստ միջավայր է ստեղծում։ Եթե չկա հաշվետվություն, չկա հաշիվ տալ, կարգ ու կանոն չկա, դա բարենպաստ միջավայր է, որպեսզի մարդիկ իրենց մեղքերը, ծուլությունները, իրենց կեղծիքները, մեղավոր ինչ որ գործերը թաքցնեն։ Իսկ մենք կանչված չենք այդ ամենը թաքցնելու։ Ընդհակառակ այդ ամենից ազատվելու։ Ուրեմն կարգ ու կանոնը օգնում է մեզ ազատվելու վատ երևույթներից մեր կյանքի մեջ։ Եւ մեր մարմինը չի ուզում դա անել։ Մարմինը չի ուզում։ Մարմինը հակառակվում է։ Մարմինը ինչ է ուզում։ Մարմինը ուզում է բանել չանի։ Ես պատմել եմ, որ հովիվ Արտուրին մի օր մեր հովիվ Արտուր Սիմոնյանին Աստվածաշնչյան դպրոցում է լինում դասավանդելուց, մարմին թե ինչ, մարմնի մասին հովիվը ինչ որ խոսք է խոսում, որ մարմնին պետք է հակառակվել եւ այլ sense։ Ինչ որ վերջում մոտենում են հովին ուսանողներից, հա, ոնց որ մեկը, այ հովիվ ջան, ինչ ճիշտ ասեցիր, ես իմ մարմնին բանի տեղ չեմ դնում։ Սաղորը գցում եմ դիվանին, թող տելևիզոր նայի։ Հիմա տելևիզորի տեղը հեռախոսն է։ Ամի մենակ դիվան չի, հեռախոսը ուր գնաս, հա, մենակ դիվանին չի, այսինքն այնինչ այդ մարմինը ավելի է ինքը, հա, զորացնում, որ չանի Աստծո կամքը։ Ինքան կարևոր է, մարմինը չի ուզում հնազանդվի։ Բայց այդ ամենը քո հոգու անվտանգության համար է։ Այսօր ես խոսում եմ անվտանգության մասին, հոգևոր անվտանգության մասին, որ այդ անելով դու քեզ ապահովում ես, այդ անելով դու քեզ պաշտպանում ես, քեզ բերում ես մի միջավայրի մեջ, որպես ապահով միջավայրը։ Իսկ եթե ամենը չկա, դու վտանգված միջավայրի մեջ ես։ Հետո էլ հարց կա, չէ, ինչի է պետք եկեղեցին, որտեվ դա անվտանգության վայրն է, մեր։ Որտեվ այդ միջավայրում ես ապահով եմ։ Այդ միջավայրը մենակ ֆիզիկական ներկայությունը չի, այլ այդ մթնոլորտն է, այդ հնազանդության մթնոլորտն է, այդ սիրո մթնոլորտն է, որտեղ ծառայություն է իրար նկատմամբ, հնազանդություն է իրար նկատմամբ եւ իրար, հա չէ՞, բարձրացնել է եւ այլ եւ այլ։ Այդ դա է իմ ապահովությունը։ Խոսքն ասում է, վայ մեկին, եթե չունի մի երկրորդը, որ եթե ինքնի չկա մեկը, որ իրան բարձրացնի, դա միայն ամուսնության մեջ չի։ Դա հոգևոր անվտանգության մեջ է նույնպես։ Այնքան կարևոր է, եթե դու մտածում ես այսպես, այ ինձ թող չմոտենան, ես ոչ մեկին ոչ վատություն կանեմ, ոչ վան կանեմ, ինձ էլ թող չմոտենան։ Ու դու քեզ առանձնացնում ես, մեկուսացնում ես։ Գիտեք, սկսվեց process-ը։ Որ process-ը, վտանգված դաշտը։ Կա մի դաշտ, որտեղ վտանգ է։ Եվ ո՞րն է այդ վտանգը։ Ասում է, մոլորված գառը ինչ է անում։ Թողում է 99-ից առանձնանում, դա արդեն մոլորված վիճակ է։ Եթե դու ընդհանուրի հետ չես, ընդհանուրի մեջ չես, դու արդեն վտանգված դաշտում ես։ Այդտեղ պետք է հովիվը շտապ հասնի։ Շտապ, մինչև գայլի հասնել է։ Միշտեղ հարցը ով շուտ կհասնի։ Բայց քանի որ դու եթե գիտես այդ դրա կարևորությունը, դու պիտի քեզ թույլ չտաս այդ դա արդեն լինի։ Պատկերացնում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Դու քեզ պետք է այդ մտքերից, այ ես մեկուսանամ, ես առանձնանամ, այ մարդ ինձ ոչ ոք չի հասկանում, ես ավելի լավ եմ, այ մարդ մոտիկանում եմ մի լավ բանի տեղը, գոնե մի լավ բան լինի, ինձ ավելի են կպտում, ասում են, էս սենց, այնենց։ Լսեք, եթե սաղը տենց է ու դու ուզում ես առանձնանալ, ցելը մտածի, խի է տենց, կարող է դու պիտի փոխվես։ Այդ ոնց է սաղ սխալ են դու ճիշտ, թե ինչ որ մի բան կարող է քո մոտ է։ Ժողովուրդ, երբեք ինքդ քեզ չարդարացնես։ Թույլ տուր Աստված քեզ արդարացնի։ Ավելի լավ է
Մտածեմ այն մարդ, լավ, ինչի համար է այսպես, ավելի լավ չի ես, հələ մտածեմ ինչ կա իմ մոտ փոխելու, ինչ պիտի փոխեմ, ինչ պիտի ես ծառայեմ, հա, իմիջիալոց sense մի բան ասեմ, եթե ուզում ես դու պահես միաբանությունը, սերը, դու քեզ պետքա նեղություն տաս, պետքա քեզ նեղություն տաս, իսկ մենք շատ անգամ մտածում ենք, թող իրանց նեղեն, ինձի լավ անեն, ինչի չէ որ, բայց եկել եմ եկեղեցի, թող անեն, դու եկել ես, որ դու անես, որտեվ ընտանիքում բոլորը պետքա մտածեն, ինչ կարող եմ ես անել, ոչ թե ինչ կարան իմ համար անեն, փառք Աստծու կանեն, երբ որ ամեն մեկը տես մտածի, քեզ էլ կանեն, պատկերացնում ես, դու մտածում ես ինչ կարամ ես անեմ, կողքին էլ մտածում է քո մասին, ինչ կարամ իրան անեմ, ու տենց իրար համար այնքան լավ ալնում, բայց եթե ամեն մեկը մտածում է ինչ անեն իմ համար, կարապը, խեցգետինն ու գայլաձուկը, ամեն մեկ իրանը կքաշի և սայլը չի շարժվի, բայց մենք պետք է միաբանվենք, իրար հետ անենք, միասին անենք, ու այդ սայլը առաջ կգնա, այդ սայլը կգնա ու կանի կհասնի այն տեղը, որտեղ պետք է հասնի, ամեն, դրա համար պետք է միասին գործենք, դրա համար մոտեցի քո ավագին, ասա ինչ կարամ անեմ, ինչով օգնեմ քեզ, ինչ ես տեսնում, որ ես կարող եմ անել, որ քեզ համար թեթևանա, խմբակում ենքան բան կա անելու, եկեղեցում ենքան բան կա անելու, շատ, մոտեցի, ասա ինչով կարամ օգնեմ, մենակ հովին մի մոտեցեք, ձեր խմբակի ավակներին, եթե խմբակ չես գնում, ճարի գնա, ավակները ձեր բարձրացնեն, էլի ով ավակներ ստեղ, խնդրում եմ ձեր բարձրացնեք, ուշադիր նայեք, մոտեցեք իրանց, եթե չեք գնում, չեմ ասում ամեն մեկի սաղի մոտ գնացեք, մեկի մոտ, մենք թիմ ենք, մենք իրար հետ ենք գործում, միասին ենք գործում, այսօր ավակները քիչ են, հել նորից բարձրացրեք, էլի, անես բարձրացրեք տենամ այմար, մենակ ես չես ասում եմ, տեսեք մարդիկ, տեսեք, շոգ ջան, դու էլ բարձրացրու, որ տեն, այսքան մարդն են, նորից նայեք, երկուստ եմ հանգականում են, իմիջալոց, այո, ասեմ, մենք միասին մեկ թիմ ենք, միասին ենք ծառայում, և դու էլ միասի այդ թիմի, ծառայողական թիմի, քո ծառայությունը մատուցելով, նորից եմ ասում, ժամացույցի որ մեխանիզմն է կարևոր, ով կար ասի, այն շիշտրոնկեքը որ կա, որն է կարևորը, որը հանես ժամը կանգնելու է ժամացույցը, եթե մտածում ես դու քո արածով ինչ պիտի անես, ժամացույցը դնելու ես գործի մեջ, դու կարևոր մեկն ես եկեղեցում, շատ կարևոր մեկն ես, բայց մի մեկուսացած նստի, այլ քեզ բրդի գործի մեջ, Աստծո խոսքը ասում է քչի մեջ հավատարիմը սկսի փոքրից եւ սկսի աճել այդ փոքրի մեջ հավատարմորեն սկսի ծառայել մեկը մյուսին սիրել մեկը մյուսին բարձրացնել մեկը մյուսին ոչ թե փակել իրար առաջ դռներ այլ բացել իրար համար դռներ սա է եկեղեցու մթնոլորտը որ պիտի լինի սիրո մթնոլորտը բաց լինենք իրար համար իրարից սովորելու իրարից լսելու իրար ծառայելու դա անելով ապահովում ես ինքդ քեզ ամեն եւ երբ որ դու այդ անում ես դու ցույց ես տալիս որ քրիստոնեական կյանքը համագործակցության կյանք է որովհետեւ չկա մենակ գործել քրիստոնեության մեջ համագործակցել կա անգամ երբ որ մարդը դալիս Աստծուն ինքը սկսում է համագործակցել Աստծո հետ հետո սկսում է համագործակցել հա միասին Աստծո հետ իսկ միաբանության մեջ զորություն կա ամեն մենք իրար հետ ենք Աստծուն ծառայում եւ այդ միասնության մեջ Քրիստոսն է որտեվ Հիսուսն ասեց որտեղ երկու կամ երեք հոգի միաբանվել այդ ֆիզիկական ներկայություն չի միաբանվել այն ինչ որ այսօր լսում ենք այդ ամենի մեջ է ամեն ցանկությունների մեջ տեսիլքի մեջ գործի մեջ սիրո մեջ հավատքի մեջ միաբանվել ամեն եւ Աստված էլ ասում է հենց այդ միաբանության մեջ որտեվ իմ անվան մեջ է այդ միաբանությունը ես այդտեղ եմ ու եթե Աստվածը տեղ ամերիկյանքում ինչ է սկսվում որտեղ Աստված է այդտեղ սկսվում է փոփոխություն
Ատե սկսում է կառուցվել, ատե սկսում է ծաղկել, ատե սկսում է բժշկվել, ատե սկսում է զորանալ, որտեվ Աստվածը տեղ է։ Ուրեմն մեր միաբանվելով, մեր քայլով, մեր հնազանդվելով, մեր այդ ամենը մեր կողմից անելով, թույլ ենք տալի, որ Աստծո ներկայությունը այդ վայրում լինի։ Ուրեմն դա պատասխանատվություն է։ Պատասխանատվությունը Աստծո ներկայությունը բերելու համար։ Պատկերացրիք, դու միաբանվելով թույլ ես տալի, որ Աստվածը տեղ լինի։ Նայեք, Գաղատացիների 6-րդ գլխի մեջ առաջի երկրորդ խոսքում ինչ է ասում։ Եղբայր, եթե մեկը հանկարծ բռնվի մի հանցանքով, բռնվի ինչ, այդ են KGB-ի բռնելը չի։ Կամ էլ բանը, մասկիկով մտան, ոլորեցին։ Շատ անգամ մարդիկ սկսում են այդպես պաշտպանվել, որ իրանք հանկարծ եկեղեցում չբռնվեն։ Այնօր մի կենտրոնացեք բռնվելու վրա, կենտրոնացեք չանելու վրա։ Այդ բանից հրաժարվելու վրա։ Եթե մի բան էլ անում ես, հա հնարավոր է քեզ գան ասեն, բռնեն։ Այն ասում է, նշի որ բռնեն, էտի, չէ, ուղղակի հայտնվելու է, հա, էտի։ Մի հանկարծ մի հանցանքով բռնվի, որ հոգևոր եք, հիմա այն մնացածը որ հոգևոր է, որ բռնել է, լավ, սենց ասեմ։ Բռնողներին եմ ասում հիմա։ Մարդկա գալիս է սկսում, չէ, տենամ ով է ինչ բռնեմ մի հատ։ Լավ, հոգևորները, որ բռնում են հանցանքները։ Լավ, մարդիկ էլ որ բռնվում են, հա, մի բան արեցինք, կներեք։ Բռնվեցի։ Հիմա երկուստը կարա լինի, բռնողն էլ կարա բռնվի։ Չէ՞։ Բռնվողն էլ կարա բռնի։ Տենց է, չէ՞ ու սկսում է, քեզ նայի։ Այն սկսում է բռնել է մեկին։ Չէ՞ էլ է բադու կոմոդ, ու սկսում են իրար։ Բայց նայեք, հնարավոր է, մենք կատարյալ չենք, մենք թերություններ ունենք։ Եվ պատրաստ եղի, որ քեզ կարան ասեն։ Նայեք, ասում է դուք որ հոգևոր եք, այսպիսին հաստատեք հեզության հոգով։ Լավ որ բռնել ես մեկի սխալը։ Ինչպես ես հաստատում այդ մեկին։ Սուրը հանում ես վիզը կտրում։ Հեզության հոգով։ Ինչպես ես դու սկսում, դա չէ որ քո քույրն է, քո եղբայրն է, Քրիստոսի մեջ, քույր եղբայր։ Ինչպես է քո վերաբերմունքը այդ մեկի նկատմամբ, որ սխալվել է։ Լավ, հիշում եք ես օրինակ բերեցի։ Մի կնոջ բերեցին Հիսուսի ոտերի մոտ, սպանելու էին իրան։ Քարերը, ձեռները։ Ով կարար է միայն քարն էր Հիսուսը։ Հիսուսը կարար մենակ դատեր այդ կնոջը։ Ու Հիսուսն ուրիշ կերպ պարվեց։ Հեզության հոգով ասում է, զգուշացիր քո անձին, որ դու էլ ինչ անես չփորձվես։ Այսինքն դու էլ հասկացի, որ հնարավոր է դու էլ սայթակես։ Եվ այս ամենի մեջ պետք է երևա սերը, անգամ խրատի մեջ պետք է երևա սերը, մոտեցման մեջ պետք է երևա սերը, մեր վերաբերմունքով, մեր գործով, այդ ամենի մեջ պետք է երևա սերը։ Երկրորդ խոսքը։ Իրար բեռը վեր առեք։ Հիմա պատկերացրեք իմ հանցանքը, այդ իմ բեռն է։ Որ գալիս ես վեր առնես, ոչ թե դու ես վեկալում այդ հանցանքը սկսում ես դու անել։ Չէ, դու ինձ օգնում ես, որ ես չանեմ, ազատվեմ, դու վեր ես առնում։ Եվ այսպես Քրիստոսի օրենքը կատարեք։ Որն է Քրիստոսի օրենքը։ Ինչ ասես, նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար Հիմա տեսնում եք որն է մեր մոտեցումը։ Ինչպես պիտի լինի մեր մոտեցումը։ Սուրը հանենք ու իրար մորթենք։ Ոչ, հեզության հոգով, սիրով, իրար բեռը վեր առնելով։ Ոչ թե գան, օրինակի համար այսպես ասեմ։ Օրինակի համար Եվրոպայից օրինակ բերեմ, լավ։ Միասեռը մտել է եկեղեցի։ Ու սկսում են հոգևորները խորհրդատվություն անել։ Մտամ թե բեռ են վեր առնում։ Վայ, ինչ մեղավոր չէ, ինչ սկսում են հասկանալ, լսեք, պետք չէ այդ դեպքում հասկանալ, պետք է իրան ազատագրել։ Խորհրդատվություն պետք չի անել։ Շատ անգամ մենք ասում ենք դա մտքի խնդիր է, եկեք եւ այլ Հովվ Արտուրին մի օր ասել էին, որ դուք ինչպես եք վերաբերվում միասեռների հետ, ասում մենք իրանց ազատագրում ենք։ Եվրոպայում օրինակի համար եմ ասում, Եվրոպա եւ այլ նման տեղեր իրանց հասկանում են,
ընդունում են, ոչ մենք հասկանում ենք, ընդունում ենք մարդուն, բայց չենք ընդունում մեղքը։ Ես օրինակ բերեցի մի ասերության, կարամ ասեմ բամբասանք։ Կարամ ասեմ հակառակ ինչ որ հակառակություն։ Ամեն։ Մենք ընդունում ենք մարդուն։ Բայց մենք պետք է խոսենք մեղքի դեմ։ Իսկ մենք պետք է պատրաստ լինենք հրաժարվելու մեղքից։ Եթե ինչ որ մի հանցանք կա, հասկանալով որ Քրիստոս այդ հանցանքի համար խաչվեց, որ ինձ ազատի դրանից։ Եվ երբ որ մենք ընդունում ենք այդ ազատությունը, սկսում ենք օգնել ուրիշներին նույնպես։ Ամեն։ Այնպես որ շատ անգամ դիվահար մարդու հետ խորհրդատվություն մի արա, ազատի։ Իսկ խորհրդատվություն ունեցող մարդու հետ մի սկսի դևից ազատել։ Այդ մարդը կոտրված է, սկսի բարձրացնել։ Մենք շատ անգամ կոտրվածներին սկսում ենք ազատել, դիվարներին սկսում ենք խորհրդատվություն տալ։ Տեղերը փոխված է։ Մեղքից մարդկանց ազատի, Հիսուսի անունով, Տիրոջը թող ճանաչեն ճշմարտությունը կազատի, հա? Բայց ընկածին ու կոտրվածին բարձրացրու։ Քո խոսքերով, քո պատժերշկայով, իր կողքը կանգնելով, քո աղոթքներով եւ այլ եւ այլ եւ այլ։ Ամեն։ Շատ անգամ մարդը օրինակի համար հիվանդ է, ուղղակի տկար է, դիվական բան չկա, հիվանդ է։ Մենք սկսում ենք այդ մարդը կոտրված է այդ հիվանդությունից։ Եվ այլ, մենք սկսում ենք իրան դևից ազատել։ Ու ինքը չի բժշկվում։ Չի ազատագրվում։ Այդ մարդուն պետք է ուղղակի սիրով աղոթել։ Որ Տիրոջ բժշկարար զորությունը ուղղակի կպնի ու այդ տկարությունը իրանից հեռանա։ Ինքը զորանա Տիրոջով եւ բժշկություն ընդունի։ Բայց բռնվածությունը այլ բան է։ Այդտեղ հասկացաք, չէ՞ միտքը ինչի նկատի ունեմ։ Դրա համար սիրելի եկեղեցի, ամենի մեջ ունեցեք սեր։ Սերը մեղքի նկատմամբ չի, սերը մարդու նկատմամբ է։ Եվ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Սիրեց ոչ թե աշխարհում եղող մեղքը, այլ աշխարհում բնակվող մարդուն։ Սիրեց մարդուն եւ ազատեց մարդուն մեղքից։ Իր վրա վերցնելով այդ մեղքը եւ խաչին բարձրացնելով։ Եվ այդ ամենը սիրո դրսևորումներ Աստծո դեպի մեզ։ Մենք էլ ինչ ենք սովորել Տիրոջից, այն ինչ որ ինչ տեսել ենք Հիսուսից դեպի մեզ, դա էլ պետքա սովորենք ու անենք ինչպես Հիսուսը։ Ամեն։ Հռոմեացի 14:7 ես կամաց ավարտին եմ գալի։ Հռոմեացիների թուղթ 14-րդ գլուխ 7-րդ խոսք։ Որովհետև մեզանից ոչ ով ինքն իր համար չի ապրում, ոչ ով ինքն իր համար չի մեռնում։ Եվ 8-րդ խոսքը, որովհետև եթե ապրենք Տիրոջն ենք ապրում, եթե մեռնենք Տիրոջն ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք, թե մեռնենք Տիրոջն ենք։ Ոչ ոք իր համար ինչ չի անում, ոչ ապրում է, ոչ մեռնում է։ Հիմա մենք ապրում ենք, երբ որ գա տեղը հասնի, որ Տիրոջ համար պիտի մեռնենք, կմեռնենք։ Բայց հիմա եկեք ապրելու մասին մտածենք, չէ՞, որտեղ ոչ ոք հիմա մենք ապրում ենք, եկեք ապրենք ոչ թե մեզ համար, այլում։ Ուրեմն մեզանից ոչ ոք չապրի իր համար, ոչ ոք չենք ապրում մեզ համար, այլ ապրենք Տիրոջ համար։ Ու երբ որ դու ապրում ես Տիրոջ համար, դու չես ասում, այ ես սենց եմ ուզում անեմ։ Իմ մոտ կարմիր գծեր կան։ Կարմիր գծերը Տիրոջ ձեռքերի մեջ է։ Տիրոջ մոտ կարմիր գծերը ո՞րն է, քեզ համար է դա կարմիր գծերը։ Որովհետև դու էլ չես ապրում քեզ համար։ Դա է քրիստոնեությունը։ Դե եկեք ապրենք Տիրոջ համար։ Ոչով էդի նկատի ունի Աստծո եկեղեցին։ Այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսին որոշել են հետևել։ Ամեն։ Այո, դու ես որոշում ում հետ մտերմանաս, ում հետ ընկերանաս, դա քո որոշումն է, քո կյանքն է, բայց Տիրոջ տան մեջ գծեր քաշողը Տերն է։ Ու մենք հնազանդվում ենք այդ օրեն, որտեղ մենք մեզ համար չենք ապրում։ Մեզ համար Աստծո խոսքն է բարձր հեղինակություն։ Եկեք ոտքի կանգնենք հիմա։ Ամենակարևորը հասկացանք այդ անվտանգությունը, որ ինչի մեջ է։ Անվտանգությունը մեզ համար է, մեր դեմ չի։ Ու նույնպես Եբրայեցի թղթի մեջ էլ Աստված խոսում է, ասում է Աստված ում սիրում է նրան է խրատում է։ Իսկ խրատը նույն պահին ինչ չի, հաճելի չի։
Բայց հետո կյանք է տալիս։ Խրատվածին։ Ուրեմն մենք պետք է խրատը ընդունողներ լինենք, որովհետև ասում եմ, եթե մերժես Տիրոջ խրատը, Աստված քո հետ չի վարվի ինչպես որդկանց հետ։ Բայց եթե ընդունում ես խրատը, Աստված քո հետ վարվում է ինչպես որդկանց հետ, հարազատի պես։ Որովհետև ում է խրատում ծնողը։ Որդու, երեխեքին, զավակներին։ Իսկ ում չի կարա խրատի, ովքեր զավակներ չեն, ինչպես մենք կարանք ուրիշին խրատենք, ուրիշի երեխային խրատենք։ Մենք իշխանություն ունենք մեր երեխայի վրա։ Այդ դրանից է երևում Աստված մեր հետ ինչպես կվարվի։ Օտարի պես, թե հարազատի պես։ Իսկ ես ուզում եմ իմ հետ վարվի հարազատի որդու պես։ Իսկ դա կախված է ուղիղ նրանից, թե ես ինչպես կվերաբերվեմ Տիրոջ խրատի նկատմամբ։ Հիշում եք ասում, ձեզ խրատողներին ընդունեք։ Տիրոջ տան մեջ Աստված ոչի ինքը ուղիղ գալիս է, մարդը ասում, թող Աստված ուղիղ ինձ խրատի։ Աստված մարդիկ ունի, որոնց միջոցով ինձ կխրատի։ Հենց իմ կողքի մարդը, իմ կնիկը։ Օրինակի համար։ Հա, ինչի՞ չէ։ Ծիծաղում է։ Վա։ Իսկ կնոջն էլ ամուսինը։ Իսկ խմբակում ավակը, կամ մեկս մյուսին։ Բայց եկեք այդ դասատուի փայտիկը մեր ձեռից իջնի։ Այսինքն, հա։ Եկեք սիրո փայտիկը վերցնենք։ Սիրով խրատենք, հեզության հոգով։ Հասկացանք այսօրվա խոսքը։ Ամեն։ Ես մտածում եմ եկեղեցին քայլում առաջ, եկեղեցին զորանում է, բարձրանում է։ Եվ այս ամենի մասին պետք է եկեղեցին ուժեղացած լինի։ Այս ամենի մեջ պետք է զորացած լինի։ Որովհետև առանց այս ամենի մեջ զորանալու մենք երկար չենք գնա։ Մենք շատ բանի չենք կարող հասնել, բայց այս ամենի մեջ զորանալով կարանք հասնենք շատ բաների։ Տիրոջով, Տիրոջ հետ, նրա շնորհքով։ Իսկ Աստված կանչել է մեզ փոքր բաների մեջ չի կանչել։ Մեծ բաների մեջ է կանչել։ Իսկ մեծ բաների հասնելու համար մենք պետք է շատ ուժեղ ներսում պատրաստվենք։ Ներսի պատրաստվածության մեջ։ Իրար նկատմամբ ներսի պատրաստվածություն, բայց նույնպես քո սրտի պատրաստվածությունից։ Ամեն։